Մայրաթոռում ջրակալույցի Սուրբ Պատարագ է, որի ընթացքում եկեղեցին ավետում է բարի լուրը՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Հենց այդպես են այսօր ու վաղը քրիստոնյա աշխարհում մարդիկ ողջունում միմյանց։ Այսօր հավատացյալները եկեղեցուց վառած ջրակներ են իրենց հետ տուն տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը։ Մայր տաճարում պատարագի ավարտին սպասվում է նաև ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը։ Այն կարևորվում է հատկապես Հայաստանի վարչապետի երեկվա ու այսօրվա հայտարարությունների ֆոնին։ Մինչև ջրակալույցի պատարագը Մայրաթոռը արդեն դատապարտող հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների գործողությունն անվանել հերթական հակաեկեղեցական քայլ, վեհափառ հայրապետի դեմ հերթական հայտարարության ստորագրումը սահմանադրության և եկեղեցու իրավունքի խախտում։ Սա սահմանադրության խախտում է և հուսանք, որ իրապահ մարմինները անդրադարձ կունենան։ Չգիտեմ, ինչքանով դա արդարացված է այդ հույսը, բայց ամեն դեպքում։ Մայրաթոռը շեշտել է եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման հարցերը պետք է քննարկվեն բացառապես եկեղեցական մարմիններում և դատապարտելի է որևէ արտաքին ճնշում կամ միջամտություն։ Մայրաթոռը նկատել է նաև, որ Տիրադավ անվանումը ստացած եպիսկոպոսները մինչ օրս չեն մասնակցել ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ նախատեսված քննարկումներին։